Թե ունես դու երկու քաղաքացիություն, երկու կամ ավելի Միացյալ Նահանգների քաղաքացիությունից բացի ուրիշ որևէ բան, արդեն դու ունես 1 տարի, որպեսզի հրաժարվես քո այդ երկրորդ կամ երրորդ ոչ ամերիկյան քաղաքացիություններից։ Եթե չես հրաժարվում, դու կորցնում ես քո ամերիկյան քաղաքացիությունը։ Իսկ նրանք, որոնք հիմա ունեն միայն ամերիկյան քաղաքացիություն, բայց ինչ որ ժամանակ որոշում են երկրորդն էլ ձեռք բերեն, իրենք օտոմատիկլի կորցնում են ամերիկյան։ Սա շատ հետաքրքիր բան է տալիս, խնդիրներ է առաջացնում։ Ես ինչի եմ կարծում նորից պեսիմիզմով եմ մի քիչ մոտենում սրան, որովհետև դուք պատկերացրեք, որ ինչքան մարդ կա, որ երկու քաղաքացիություն ունեն, հենց ամբողջ շատ հրեաներ օրինակ Ամերիկայում ունեն նաև Իսրայելի քաղաքացիություն։ Ինչպես հիմա այս օրենքը իրենց համար բացառություն չի ստեղծել։ Եվ դա ինչ է նշանակում, այդքան մարդի գնաս ասես, որ ուրեմն հրաժարվի Իսրայելի քաղաքացիությունից, այստեղ այդքան հայերի հարցը չի, որ ունեն, ասենք, նաև ուրիշ, բայց շատերը ունեն հայերից, որ ունեն նաև Հայաստանի քաղաքացիություն, եւ կամ Ռուսաստանի քաղաքացիություն, եւ կամ Պարսկաստանի եւ այլ։ Եվ եթե սա իսկապես այս օրենքը անցավ, դա հսկայական բան է ստեղծել, դժվարություններ է ստեղծելու այդ մարդկանց համար, որտեղ որոշում կայացնեք դուք որից է հրաժարվելու։